Այս վերջին դրվագում մենք պատրաստվում ենք այցելել Երուսաղեմի գերեզմանոցը եւ Զիթենաց լեռան վրա գտնվող Պատերնոստր եկեղեցին, որտեղ տերունական աղոթքը ներկայացված է ավելի քան 170 լեզուներով։ Եվ կավարտենք այս շարքը Հորդանան գետի ափին, որպեսզի վերջնականապես հասկանանք, թե ինչպես է Աստված տեսնում մեզ Քրիստոսի մեջ։ Բարի գալուստ Երուսաղեմի 7 հրաշքները։ Այս խաչելությունը ցույց է տալիս, թե ինչպես են խաչելությունից հետո Հիսուսի կողը խոցել գեղարդով։ Ճիշտ այնպես, ինչպես Զաքարյան մարգարեացել էր. նրանք պիտի նայեն ինձ, ում խոցեցին։ Չգիտեմ, երբևէ մտածել եք այս մասին, թե ինչու հռոմեացի զինվորը գեղարդով խոցեց Հիսուսի մարմինը։ Երբ հստակ գրված է, նա տեսավ, որ Հիսուսն արդեն մահացել էր։ Ինչ իմաստ ուներ Հիսուսի մարմինը խոցել, երբ նա արդեն մահացած էր։ Ճիշտ այնպես, ինչպես նրան փշե պսակով թագադրեցին, նրա կողի խոցումն էլ պատահականություն չէր։ Աստված ներշնչեց այդ հռոմեացի զինվորին խոցելու Հիսուսի կողը, որպեսզի հստակ ցույց տա, թե ինչ է նշանակում խաչի 7-րդ հրաշքը մեզ համար։ Այն պահին, երբ զինվորը խոցեց Հիսուսի կողը, ջուր ու արյուն հոսեց։ Ճիշտ այնպես, ինչպես ծնվելու պահին է լինում։ Երբ ջուրն ու արյունը հոսեցին Հիսուսի մարմնից, դա քո վերածննդի նշանն էր։ Խաչի վրա Հիսուսը սկիզբ դրեց Աստծո զավակների բոլորովին նոր սերնդի, որին Հիսուսն անդրադարձավ, երբ մահից առաջ խոսում էր իր աշակերտների հետ, Հովհաննես 16-ում։ Երբ կինը ծննդաբերում է, տանջվում է, քանի որ նրա ժամը հասել է։ Բայց երբ երեխային ծնում է, ուրախության շնորհիվ նեղությունն այլևս չի հիշում, քանի որ աշխարհում մի մարդ էլ ծնվեց։ Հիսուսն առաջ բերեց միանգամայն նոր տեսակի մարդ խաչի հրաշքի միջոցով։ Ճիշտ այնպես, ինչպես Աստված քնեցրեց Ադամին ու նրա կողքից ստեղծեց նոր մարդու Եվային, նույն ձևով Աստված Հիսուսից ստեղծեց մի նոր մարդկություն։ Դա էր պատճառը, որ Հիսուսն իր մահից առաջ խոսեց կնոջ ծննդաբերության ցավերից, որ երեխայի ծնվելուց հետո կինն այլևս չի մտածում ցավի մասին, որովհետև ուրախ է, որ նոր մարդ է աշխարհ բերել։ Նույն միտքը կարդում ենք Եբրայեցիների 12:2-ում, որն ասում է. իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձնառավ։ Հիսուսը կարողացավ դիմանալ տառապանքի երկար ճանապարհին, որովհետև ամբողջ ժամանակ մեր մասին էր մտածում։ Հիսուսն ի վիճակի էր դիմանալ խաչին, որովհետև մշտապես կենտրոնացած էր մեր փրկության վրա։ Մենք էինք այն ուրախությունը, որ դրված էր Հիսուսի առջև։ Եվ նա գիտեր, որ իր մահվան միջոցով մենք Աստծո զավակ դառնալու հնարավորություն կստանանք։ Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, նա աղաղակեց. կատարված է։ Եբրայերեն կատարված է բառը ծագում է կալալ արմատից։ Իսկ դուք գիտեիք, որ եբրայերեն հարս, կալա բառը նույնպես ծագում է նույն արմատից։ Հնարավոր է, որ Հիսուսն իր վերջին շնչում խոսում էր հարսի մասին, ում համար նա գին էր վճարում։ Դու արդեն նրա սրտում էիր, ուստի ինչու չպիտի լինեիր նաև նրա շուրթերին։ Ես շարժվում եմ դեպի այսպես կոչված Պարտեզի գերեզմանը։ Երբ բրիտանացի գեներալ Գորդոնը 1883 թվականին եկավ Երուսաղեմ եւ հայտնաբերեց Գողգոթան, ինչպես ինքն էր ասում, նա սկսեց փնտրել նաև Հիսուսի գերեզմանը։ Մի քանի տարի անց գտավ ժայռափոր մի գերեզման, որը մոտ էր Գողգոթայի ենթադրյալ վայրին։
Այնուհետև Անգլիայի քրիստոնյաները հիմնեցին Պարտեզի գերեզման ասոցիացիան ու գնեցին այդ տարածքը, նպատակ ունենալով այդ վայրից ավետել Հիսուսի մահն ու հարությունը։ Անկախ նրանից Պարտեզի գերեզմանը Հիսուսի գերեզմանի իրական վայրն է թե ոչ, այս վայրն իրոք օգնում է մեզ պատկերացնել նրա հարությունը։ Սա գեղեցիկ վայր է խորհրդածելու այն մասին, թե ինչու Հիսուսը խաչվեց ու հարություն առավ մեզ համար։ Աստվածաշունչն ասում է, որ Հովսեփ Արիմաթեացին եւ Նիկոդեմոսը թույլտվություն ստացան Հիսուսի մարմինը խաչից իջեցնելու եւ թաղելու համար։ Նրանք զգուշությամբ փորձեցին հանել մեխերը Հիսուսի ձեռքերից ու ոտքերից։ Նրանք իրենց ձեռքերի մեջ առան նրա սոսկալիորեն խոշտանգված մարմինը, ծածկվելով նրա արյունով։ Շեպը սակը, որը խորը մխրճվել էր Հիսուսի մաշկի մեջ, հնարավորինս զգուշորեն հեռացրին։ Հովսեփն ու Նիկոդեմոսը Հիսուսի մարմինը տարան սրանման մի պարտեզ, որը հեռու չէր այն վայրից, որտեղ նրան խաչել էին։ Հովսեփն այդ պարտեզում ժայռի մեջ փորված մի գերեզման ուներ, որտեղ էլ դրեցին նրա մարմինը։ Մի մեծ, կլոր ու տափակ քար գլորեցին գերեզմանի մուտքի առջև ու գնացին տուն։ Փարիսեցիները խնդրեցին Պիղատոսին, որ քարը կնքի եւ մի քանի զինվորներ կարգի որպես պահապան։ Աշակերտներն ապրեցին իրենց կյանքի ամենատխուր զատկի տոնը։ Երբ ժողովուրդը դուրս էր եկել Եգիպտոսից, ապագայի դուռը լայն բացվել էր, բայց հիմա փակվել էր իրենց Մեսիայի խաչելությամբ։ Համենայն դեպս այդպես էին նրանք կարծում։ Կիրակի առավոտյան արևածագին 4 կանայք գնացին դեպի գերեզմանը։ Ճանապարհին նրանք մտածում էին, թե ինչպես են գլորելու մուտքի առջև դրված ծանր քարը։ Բայց երբ տեղ հասան, տեսան, որ քարն արդեն հեռացված էր։ Ներս մտնելով տեսան, որ Հիսուսի մարմինն այնտեղ չէ։ Հանկարծ կանանց հայտնվեցին փայլուն զգեստներով երկու հրեշտակներ։ Կանայք վախեցան։ Հրեշտակներից մեկն ասաց նրանց. «Դուք մի վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք, տեսեք այն տեղը, որտեղ դրված էր։ Իսկույն գնացեք եւ նրա աշակերտներին ասեք. մեռելներից հարություն է առել»։ Կանայք վախեցած, բայց լցված մեծ ուրախությամբ վազեցին աշակերտներին պատմելու հրեշտակների ասածը։ Մահը չկարողացավ կալանված պահել Հիսուսին։ Հիսուսը հարություն է առել մեռելներից։ Ամեն ինչ կատարվեց ճիշտ այնպես, ինչպես նա նախապես ասել էր։ Հարությունից հետո Հիսուսը 40 օր անցկացրեց իր աշակերտների հետ եւ նրանց հետ խոսեց Աստծո գալի կարգայության մասին։ Աստվածաշունչն ասում է, որ մի առանձնահատուկ հանդիպում է տեղի ունեցել նաեւ Հիսուսի համամայր եղբոր Հակոբոսի հետ, ինչի արդյունքում Հակոբոսը դարձավ հավատացյալ։ Հիսուսն առնվազն 15 անգամ հայտնվեց իր աշակերտներին։ Նրանք կարող էին դիպչել նրան, եւ Հիսուսը տապակած ձուկ կերավ նրանց աչքի առաջ։ Պողոս առաքյալը նույնպես գրեց, որ պահ եղավ, որ Հիսուսը միաժամանակ հայտնվեց ավելի քան 500 եղբայրների ու քույրերի, որոնց մեծ մասը դեռ ողջ էին, երբ նա գրում էր այդ մասին։ Նա ասում էր, որ յուրաքանչյուրը կարող է ստուգել Հիսուսի հարության պատմական հավաստիությունը, քանի որ կարելի է անտեսել 1 կամ 2 ականատեսի պատմածը, բայց 500-ի տեսածը կամ ավելիի։ Աշակերտները հարության լուրը քարոզեցին Երուսաղեմում։ Եթե նրանք սուտ ասելիս լինեին, ապա հենց առաջին օրը կբացահայտվեին։ Ի վերջո ցանկացած մեկը կարող էր գնալ Հիսուսի գերեզման ու տեսնել այն դատարկ է թե ոչ։ Հենց Հիսուսի հարությունն էր, որ նրա հետևորդներին քաջություն տվեց, բարի լուրը տարածելու ամբողջ աշխարհում, չնայած դաժան հալածանքներին եւ անգամ կյանքի գնով։ Այն նույն Սուրբ Հոգին, որը հարություն տվեց Հիսուսին մեռելներից, այժմ կարող է բնակվել մեր մեջ, խաչի հրաշքի միջոցով։
Քրիստոսից մոտ 600 տարի առաջ Եզեկիելը մարգարեացել էր, ասելով, որ մենք նոր սիրտ եւ նոր հոգի կստանանք հավատալով խաչի հրաշքին։ Նա գրեց. «Ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ։ Ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ։ Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ եւ այնպես անեմ, որ իմ կանոններով ընթանաք։ Իմ պատվիրանները պահեք եւ դրանք կատարեք»։ Խոսքը վերստին ծնվելու հրաշքի մասին է։ Խաչի հրաշքի միջոցով Հիսուսի սիրտը բաբախում է մեր մեջ, եւ Հիսուսի հոգին բնակվում է մեր ներսում։ Այժմ Հիսուսի հոգին մեր մեջ կառաջնորդի Հիսուսի կյանքը։ Նա օգնում է մեզ ապրել այնպես, ինչպես Հիսուսն ապրեց, սիրել այնպես, ինչպես Հիսուսը սիրեց, խոսել այնպես, ինչպես Հիսուսը խոսեց, եւ հավատալ այնպես, ինչպես Հիսուսը հավատաց։ Ճիշտ այնպես, ինչպես Պողոսն ասում է 2 Կորինթացիների 5:17-ում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է, հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Հասկանալու համար, թե ինչ է նշանակում մենք նոր ստեղծված ենք Քրիստոսի մեջ, ես ուղևորվում եմ Պատերնոստեր եկեղեցի, որը հայտնի է նաև որպես տերունական աղոթքի եկեղեցի եւ գտնվում է Ձիթենաց լեռան գագաթին։ Սա այն վայրն է, որտեղ ըստ ավանդության Հիսուսն ասել է տերունական աղոթքը։ Եկեղեցին հայտնի է դարձել իր սալիկապատ վահանակներով, որոնց վրա տերունական աղոթքը գրված է ավելի քան 170 տարբեր լեզուներով։ Կոստանդիանոս Կայսեր մայրն այս եկեղեցին կառուցել է մեր թվարկության 325 թվականին, այստեղ, Ձիթենաց լեռան վրա։ Դա մի եկեղեցի էր, որտեղ քրիստոնյաները կարող էին նշել Հիսուսի համբարձումը, սակայն շինությունը սկսել է քայքայվել որոշ ժամանակ անց, բայց միջնադարում խաչակիրները վերակառուցել են այն եւ անվանել Պատերնոստեր, հայր մեր։ Ըստ ավանդության սա նաև այն վայրն է, որտեղ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց տերունական աղոթքը։ Խաչակիրների ժամանակաշրջանից հետո եկեղեցին կրկին հայտնվեց լքված վիճակում ու քայքայվեց։ Միայն 19-րդ դարում դրա հետևում վանք կառուցվեց, իսկ 1920 թվականին դրվեցին նոր եկեղեցի կառուցելու առաջին քարերը։ Ցավոք, ինչպես տեսնում ենք, այստեղ դրանք այդպես էլ զոհասեղանից, դասից եւ սյան հիմքից այն կողմ չանցան։ Մենք իրականում այցելում ենք մի եկեղեցի, որը դեռ ավարտված չէ։ Այս վայրն ինձ համար ասես Հիսուս Քրիստոսի եկեղեցու խորհրդանիշը լինի, որն արդեն 2000 տարեկան է, բայց դեռևս կառուցման փուլում է ու տակավին ավարտված չէ։ Դուք նույնպես դեռևս ավարտուն չեք, սակայն Աստված ձեզ տեսնում է որպես կատարյալ Քրիստոսի մեջ, եւ ես կցանկանայի բացատրել ձեզ։ Սա հրաշալի վայր է որոշ ժամանակ անցկացնելու եւ խորհելու համար, թե ինչ է նշանակում խաչի 7 հրաշքները մեզ համար։ Աստված մեզանից հեռացրել է մեր մեղքերը, ազատել է մեզ չարի մեղադրանքներից, մաքրել է մեր խիղճը, բժշկել է մեզ, ազատ է արձակել ու հաշտեցրել իր հետ, որպեսզի մենք դառնանք նոր արարած Քրիստոսի մեջ։ Եվ այս ամենը խաչի հրաշքով։ Բայց ինչ է նշանակում Պողոսի այն խոսքը, որ մենք նոր արարածներ ենք դարձել։ Քրիստոսի մեջ արտահայտությունը տարբեր աստվածաշնչերում թարգմանվել է որպես Քրիստոսի հետ մեկ կամ Քրիստոսի հետ միության մեջ։ Քրիստոսի մեջ լինել նշանակում է, որ դու կարող ես մեկ դառնալ նրա հետ։ Պողոսը նույնիսկ ասում է, որ Աստված կանչում է մեզ նրա որդուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին հաղորդակից լինելու։ Սա սկսվում է խաչի ստորոտից, այնտեղ, որտեղ նախ Հիսուսը մեկ դարձավ քո եւ քո մեղքերի հետ, որպեսզի այժմ դու մեկ դառնաս նրա եւ նրա սրբության հետ։ Դու Քրիստոսի հետ մեկ ես դառնում խաչի ստորոտին, խոստովանելով քո մեղքերը։ Խոստովանելով քո մեղքն ու դավանելով քո հավատը, դու մեկ ես դառնում նրա հետ։ Այս կերպ դու դավանում ես, որ խաչվել ես Քրիստոսի հետ։ Աստված հեռացնում է քո բոլոր մեղքերը, իսկ Հիսուսն իր հետ քեզ տանում է իր հարստության մեջ, որպեսզի նոր ստեղծված դառնաս։ Հիսուսը քեզ ներառել է իր մեջ, խաչի հրաշքի միջոցով։ Քրիստոսի մեջ լինել նշանակում է, որ դու Աստծո աչքերում դարձել ես անքակտելի միասնություն Քրիստոսի հետ։ Նա քո մեջ է, իսկ դու նրա։ Դա է պատճառը, որ դու այդքան թանկ ես Աստծո աչքերում։
Աստված նայում է քեզ նույն ձևով, ինչպես նայում է Հիսուսին, ու սիրում է քեզ ճիշտ այնպես, ինչպես սիրում է Հիսուսին։ Ինչպես Պողոսն է ասում, որովհետև ամենքդ Աստծո որդիներ եք, Քրիստոս Հիսուսին հավատալով։ Սա է Քրիստոսի մեջ լինելու գաղտնիքը։ Այնուհետև Աստված քեզ միշտ տեսնում է Քրիստոսի հետ միության մեջ։ Քրիստոսի հետ միության մեջ Աստված հավանել ու ընդունել է քեզ որպես իր սիրելի զավակ։ Աստվածաշունչն անվանում է դա արդարացված լինել։ Պողոսն ասում է 2 Կորինթացիների 5:21 խոսքում. որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք։ Դու թերևս կարծում ես, թե դեռ հեռու ես ավարտուն լինելուց, ճիշտ ինչպես այս եկեղեցին դեռ ավարտված չէ։ Խաչի հրաշքի միջոցով Աստված հիմա քեզ տեսնում է միայն Քրիստոսի մեջ։ Նա քեզ տեսնում է որպես մաքուր, սուրբ, արդար եւ նույնիսկ կատարյալ Քրիստոսի մեջ։ Որովհետև Քրիստոսը մաքուր է, Աստված հիմա մեզ տեսնում է որպես մաքուր Քրիստոսի մեջ։ Որովհետև Քրիստոսը սուրբ է, Աստված այժմ մեզ տեսնում է Քրիստոսի մեջ որպես սուրբ։ Որովհետև Քրիստոսն արդար է, Աստված այժմ մեզ տեսնում է որպես արդար Քրիստոսի մեջ։ Եվ այո, քանի որ Քրիստոսը կատարյալ է, Աստված այժմ մեզ տեսնում է որպես կատարյալ Քրիստոսի մեջ։ Դա նշանակում է, որ դու ստիպված չես ամեն ջանք ներդնելու, որպեսզի դառնաս մաքուր, սուրբ, արդար ու կատարյալ։ Աստված արդեն իսկ տեսնում է քեզ որպես մաքուր, սուրբ, արդար ու կատարյալ Քրիստոսի մեջ, որովհետև դու անքակտելի միասնություն ես դարձել Հիսուս Քրիստոսի հետ։ Սա է Քրիստոսի մեջ լինելու գաղտնիքը։ Աստված քեզ զետեղել է Քրիստոսի մեջ եւ քեզ նայելիս տեսնում է Հիսուսի վեհությունը, գեղեցկությունն ու կատարելությունը։ Դրա համար էլ նա չի կարողանում իր հայացքը կտրել քեզանից։ Համարձակվում ես հավատալ, որ Աստված հենց այդպես է նայում քեզ։ Դու կարող ես դա ընդունել որպես հատուկ նվեր եւ ամբողջությամբ քոնը դարձնել։ Քրիստոսի մեջ լինելու իմաստն էլ ավելի լավ հասկանալու համար մենք հավաքում ենք մեր իրերն ու ուղևորվում Գալիլեայի ծովի ամենահարավային կետը, այնտեղ որտեղ Հորդանան գետը դուրս է հոսում ծովից եւ այնտեղ կա մի մկրտության վայր, որը կոչվում է Յարդենիտ։ Ամեն օր ամբողջ աշխարհից հարյուրավոր մարդիկ մկրտվում են այնտեղ։ Սա հրաշալի վայր է ձեզ մեկ անգամ եւս ցույց տալու համար, թե ինչպես է Աստված տեսնում մեզ, երբ մենք Քրիստոսի մեջ ենք։ Մենք գտնվում ենք Հորդանան գետի ափի մկրտության վայրերից մեկում։ Ճիշտ այնպես, ինչպես Ձիթենաց լեռան վրա գտնվող տերունական աղոթքի եկեղեցում է, այստեղ եւս կգտնենք մի պատ, այսպես կոչված կյանքի պատը, որը ծածկված է բազմաթիվ լեզուներով գրված Մարկոսի ավետարանի առաջին գլխի հետևյալ խոսքերով։ Այն օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթից եկավ եւ Հորդանանում Հովհաննեսի ձեռքով մկրտվեց։ Եվ անմիջապես, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը ճեղքված ու Աստծո հոգին, որ աղավնակերպ իր վրա էր իջնում։ Եվ երկնքից ձայն լսվեց. «Դու ես իմ սիրելի որդին, որն ունի իմ բարեհաճությունը»։ Ինչով է այս պատմությունը այդքան առանձնահատուկ։ Այն օրը, երբ Հիսուսը մկրտվեց այստեղ Հորդանան գետում, նա 30 տարեկան էր։ Ըստ հրեական ավանդույթի, երբ որդին դառնում էր 30 տարեկան, տեղի էր ունենում հատուկ արարողություն։ Դա այն տարիքն էր, երբ ընտանիքի ավագ որդուն վստահվում էր ընտանեկան կալվածքը։ Հայրը խոնարհվում էր որդու վրա եւ ասում էր նույն այս խոսքերը. «Դու ես իմ սիրելի որդին, որն ունի իմ բարեհաճությունը»։ Ավագ որդին հաստատվում էր որպես ընտանեկան ժառանգությունը շարունակող, եւ նա ստանձնում էր այն պարտավորությունները, որոնք դրվում էին առաջնեկի վրա։ Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ Հովսեփն այն խոսքերը Հիսուսին ասելու հնարավորություն չի ունեցել, քանի որ նա այդ ժամանակ արդեն մահացել էր։ Այժմ Հիսուսն այս խոսքերը լսում է իր երկնային հորից։ Հիսուս, դու ես իմ սիրելի որդին, որն ունի իմ բարեհաճությունը։ Խոսքեր, որոնք պետք է որ հոգեպես շատ հուզած լինեին Հիսուսին։ Բայց գիտեք ինչ, Քրիստոսի մեջ հիմա ես նույնպես կանգնած եմ Հորդանան գետում եւ Աստված նույն խոսքերն է ասում ինձ։ Դու ես իմ սիրելի որդին, որն ունի իմ բարեհաճությունը։ Եվ այս խոսքերից ես հուզվում եմ այստեղ, այս առանձնահատուկ վայրում։
Դու արդեն բացահայտել ես, թե ով ես Քրիստոսի մեջ։ Հիսուսի հետ քո միության շնորհիվ դու նույնպես կանգնած ես Հորդանան գետում, եւ Աստված հիմա նույն խոսքերը ասում է քեզ։ Դու ես իմ սիրելի զավակը, որն ունի իմ բարեհաճությունը։ Դու լսում ես դա։ Նա ոչ միայն քեզ իր զավակն է կոչում, այլև իր սիրելի զավակը, հավիտյանս եւ մշտապես։ Հենց այս ամենի մասին են Երուսաղեմի 7 հրաշքները։ Խաչի հրաշքի միջոցով երկինքը կբացվի քեզ համար, եւ դու նույնպես կլսես Հոր ձայնը։ Դու ես իմ սիրելի զավակը։ Աստված նայում է քեզ այնպես, ինչպես նայում է Հիսուսին։ Սիրում է քեզ այնպես, ինչպես սիրում է Հիսուսին։ Քրիստոսի մեջ նա հավանել ու ընդունել է քեզ որպես իր սիրելի զավակ։ Դու սպասված ես, ցանկալի եւ խորապես սիրված։ Եկեք այստեղ Հորդանան գետի ափին շնորհակալություն հայտնենք Աստծուն խաչի 7 հրաշքների համար։ Միացիր ինձ հետևյալ աղոթքով։ Երկնային Հայր, շնորհակալ եմ, որ կարող եմ վերստին ծնվել եւ խաչի 7 հրաշքների միջոցով բացահայտել, թե ով եմ ես Քրիստոսի մեջ։ Ես դարձել եմ նոր արարած Քրիստոսի մեջ։ Հիսուսի սիրտն այժմ բաբախում է իմ մեջ եւ Հիսուսի հոգին այժմ բնակվում է իմ ներսում։ Դու նայում ես ինձ այնպես, ինչպես նայում ես Հիսուսին, եւ սիրում ես ինձ այնպես, ինչպես Հիսուսին ես սիրում։ Քրիստոսի հետ միության մեջ ես ընդունվել եւ հավանության եմ արժանացել որպես քո սիրելի զավակ։ Ես ցանկալի եմ, սպասված եւ խորապես սիրված։ Շնորհակալ եմ այսպիսի մեծ շնորհի համար։ Ամեն։